Մինչև ծրագրի ընթերցումը ես հարկ եմ համարում նշել երկու բան։ Առաջինը խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը, եւ այն կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ թեկնածությունը։ Եվ երկրորդ, պետք է նկատի ունենալ հետևյալը. առաջիկա 5 տարիների ընթացքում ես չեմ նախատեսում մեր ստրատեգիայի էական փոփոխություն։ Ստրատեգիա մենք որդեգրել ենք 6 տարի առաջ անկախության հռչակագրով, այն է կառուցել ժողովրդավարական, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, ազատ շուկայական տնտեսություն։ Իմ ծրագիրը ըստ էության վերաբերում է այդ ստրատեգիայի կատարողական կարգապահությանը, եթե կարելի է այսպես արտահայտվել։ Համազգային ժողովրդավարական շարժման արդյունքում 1990 թվականից առ այսօր Հայաստանում իշխանության գլուխ գտնվող ուժերը, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում կրկին պաշտպանում են իմ թեկնածությունը, ժողովրդի դատին են ներկայանում իրենց 6-ամյա գործունեության հետևյալ հաշվեկշռով։ Առաջին, Հայաստանի անկախության վերականգնումը եւ հանրապետության ներքին կայունությունը։ Երկրորդ, հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման շնորհիվ Հայաստանի միջազգային վարկի ձեռքբերումը։ Երրորդ, ժողովրդավարական իրավունքների, բազմակուսակցականության, պարլամենտարիզմի, խոսքի, մամուլի, ցույցերի, երթերի, գործադուլների ազատության ապահովումը։ Չորրորդ, արմատական տնտեսական բարեփոխումների, մասնավորապես հողի սեփականաշնորհման իրականացումը, որը, ինչպես ես մի առիթով արդեն արտահայտվել եմ, որոշ առումով ունեցավ ազգափրկիչ նշանակություն։ Հինգերորդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումն ու իրավական պետության օրենսդրական դաշտի ձևավորման սկզբնավորումը։ Վեցերորդ, մարտունակ բանակի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների ուժեղ համակարգի ստեղծումը։ Եվ յոթերորդ, Լեռնային Ղարաբաղի անկախության եւ հուսալի անվտանգության ապահովումը։ Առկա նվաճումների կողքին, սակայն, նույն ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է նաև ցավալի կորուստներ։ Առաջին, պատերազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տված շուրջ 5000 զոհերը եւ նույնքան հաշմանդամները։ Երկրորդ, Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի լուրջ անկումը, հումքային եւ էներգետիկ ճգնաժամը։ Երրորդ, Հայաստանից շուրջ 400,000 քաղաքացիների մշտական կամ ժամանակավոր արտագաղթը։ Եվ չորրորդ, Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ հատվածների արծվաշենի կորուստը։ Ահա մեր գործունեության հաշվեկսյուրը։ Ճիշտ է, կորուստների իմաստով սկսած 1993-94 թվականներից վիճակն սկսել է բարելավվել։ Կասեցվել է տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի անկումը, նվազել է արտագաղթը եւ սկիզբ առել ներգաղթի գործընթացը։ Երկամյա զինադադարի շնորհիվ խնայվել է շատերի կյանքն ու առողջությունը։ Կորցրած տարածքների փոխարեն Լեռնային Ղարաբաղն զբաղեցրել է իր անվտանգությունն ապահովող շատ ավելի ընդարձակ տարածքներ։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այդ կորուստների համար
մտադիր չեն խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից։ Իսկ թե որքանով են այդ կորուստները առարկայական եւ որքանով կախված իշխանությունների անմիջական գործունեության արդյունքից, մնում է վճռել ժողովրդին եւ պատմությանը։ Ունենալով որոշ դերակատարություն ձեռք բերված նվաճումների մեջ եւ լիովին գիտակցելով պատասխանատվության իմ բաժինը կորուստների հարցում, ես ինձ իրավունք եմ վերապահում հայցել ժողովրդի վստահության կրկնական քվեն առաջիկա 5 տարիներին հանրապետության նախագահի պաշտոնը վարելու պատրաստակամությամբ։ Միաժամանակ հարկ եմ համարում ներկայացնել գործողությունների այն ծրագիրը կամ այն փաթեթը, որը դառնալու է ապագա նախագահի գործունեության հիմնական ուղենիշը եւ որի իրականացումն իմ պատկերացմամբ Հայաստանին հնարավորություն է տալու 21-րդ դար մտնել որպես ամուր, բարգավաճող պետություն։ Այն հիմնված է մեր անցյալի փորձի, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կառավարական ծրագրի եւ հանրապետություն միավորման 1995 թվականի նախընտրական ծրագրի վրա։ Ներքին քաղաքականության բնագավառում Սահմանադրության պահանջներին համապատասխան ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կառույցների ամբողջականացման գործընթացը, որի առաջնահերթ խնդիրներն են տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը եւ դատաիրավական համակարգի վերափոխումը։ Խորացնել ժողովրդավարական հաստատությունների կամ ինստիտուտների ձևավորման, խոսքի, մամուլի ու խղճի ազատության ապահովման, բազմակուսակցականության եւ պարլամենտարիզմի ամրապնդման, քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման գործընթացը, հատուկ ուշադրություն դարձնել քաղաքական եւ հասարակական հավասարակշռության ապահովման խնդրին, որպես դրա անհրաժեշտ պայման դիտելով մի քանի խոշոր արդիական կուսակցությունների գոյացումը։ Բարձրացնել գործադիր իշխանության մարմինների պատասխանատվությունը եւ աշխատանքի արդյունավետությունը, վերացնել վարչական ավելորդ օղակները, կրճատել պետական ապարատը, նրա թվակազմն աստիճանաբար համապատասխանեցնելով օպտիմալ անհրաժեշտության պահանջներին։ Կադրային քաղաքականության բնագավառում առաջնորդվել բացառապես արհեստավարժության, բարոյականության եւ աշխատանքային ունակության հատկանիշներով։ Պետական ապարատը համալրել երիտասարդ հեռանկարային կադրերով, պայմաններ ստեղծել իշխանության մարմիններում կանանց համամասնական ներգրավվածությունը ապահովելու համար։ Օրակարգի հարց դարձնել մահապատժի վերացման խնդիրը, քրեական եւ քաղաքացիական նոր օրենսգրքերի ընդունմամբ ապահովել անձի իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիների գույքային իրավունքներն ու խստացնել պայքարը հանցագործությունների, կաշառակերության, վարչամեքենայի կամայականությունների ու շահատակումների դեմ, հետևողականորեն ազատվել պետական ապարատում, իրավապահ մարմիններում, հարկային տեսչությունում եւ մաքսային վարչությունում ծառայող անազնիվ տարրերից, հատուկ հոգատության առարկա դարձնել ազգային անվտանգության հետ կապված խնդիրները, բանակի հզորացումն ու արդիականացումը, հետախուզության եւ հակահետախուզության արդյունավետության բարձրացումը, տերորիզմի, թմրաբիզնեսի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ուժեղացումը, բնության պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ռեզերվի, արտակարգ իրավիճակների համակարգի եւ սեյսմիկ ծառայության նյութատեխնիկական պայմանների բարելավումը, զինծառայողների սոցիալական կարիքների առաջանցիկ բավարարումը։ Տնտեսության բնագավառում շարունակել ազատ շուկայական տնտեսության ստեղծման ուղղված բարեփոխումների, սեփականաշնորհման, բանկային համակարգի կատարելագործման, շուկայական ենթակառուցվածքների ձևավորման, առևտրային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացումը։
Բարեփոխումների իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայի հետագա ճշգրտմանը, աճուրդների անցկացման օրինականությանը, ազատ մրցակցության ապահովմանն ու հակամենաշնորհային միջոցառումների կիրառմանը։ Լուրջ տնտեսագիտական ուսումնասիրությունների և հաշվարկների հիման վրա ճկունացնել իրականացվող հարկային քաղաքականությունը, նկատի ունենալով մի կողմից արտադրության խթանման և ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը, մյուս կողմից պետական բյուջեի մուտքերի ապահովումը։ Բարենպաստ պայմաններ ապահովել օտարերկրյա մասնավոր ներդրումների իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, արդիական տեխնոլոգիաների կիրառման համար։ Ճշտել արդյունաբերության զարգացման առաջնահերթությունները և պետական երաշխիքների միջոցով որոշակի հովանավորչություն ցուցաբերել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ արտադրող ձեռնարկությունների նկատմամբ։ Օրենսդրական բարեփոխումների և վարչաիրավական մեխանիզմների կատարելագործման միջոցով բարձրացնել վճարումային պարտավորությունների կատարման և հարկերի գանձման կարգապահությունը։ Առավելագույնս օգտագործել ներքին կոոպերացիայի հնարավորությունները և համալիր միջոցառումներ մշակել ներքին շուկայի զարգացման և պաշտպանվածության ուղղությամբ։ Գյուղատնտեսության բնագավառում ավարտին հասցնել արտադրություն, վերամշակում, իրացում շղթայի ձևավորումը, նպաստել գյուղատնտեսական վարկերի հատկացման և ապահովագրական ֆոնդերի համակարգի ստեղծմանը, պետական ծառայություններ մատուցել ոռոգման համակարգերի շահագործման, ինքնահոս ջրատարների կառուցման, սերմնաբուծության, անասնաբուժության և տոհմային անասնաբուծության, պարարտանյութերի և քիմիկատների հայթայթման, մելիորացիայի, ագրոտեխնիկական սպասարկումների գծով։ Նախատեսված ժամկետներում իրականացնել Հանրապետություն միավորման 1995 թվականի նախընտրական ծրագրում արտացոլված բոլոր կոնկրետ տնտեսական միջոցառումները կապիտալ շինարարության և էներգետիկայի բնագավառների զարգացման ուղղությամբ։ Սոցիալական քաղաքականության բնագավառում սղաճի էական կրճատման, դրամի փոխարժեքի կայունության պահպանման, աշխատավարձերի և կենսաթոշակների հարաճուն բարձրացման շնորհիվ ապահովել բնակչության կենսամակարդակի բարելավում։ Մանր ձեռնարկատիրության և գործարարության խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով նպաստել բնակչության միջին խավի ձևավորման և ընդլայնման գործընթացին։ Մշակել բնակչության զբաղվածության պետական համալիր ծրագիր։ Պետության կողմից ձեռք բերված վարկերի և օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր։ Ստեղծել սոցիալական պաշտպանվածության ամբողջական համակարգ։ Մշակել և կիրառել սոցիալական հատկացումներն առավել նպատակային դարձնող մեխանիզմներ։ Խոսքը վերաբերում է Փարոս ծրագրին կամ դրա նմանակին։ Սոցիալական արտոնություններն աստիճանաբար փոխարինել դրամական հատուցումներով։ Պետական ծրագրերի միջոցով հոգացություն ցուցաբերել ընտանիքի, մայրության, ծերերի ու հաշմանդամների, երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրների նկատմամբ։ Առողջապահության բնագավառի ֆինանսավորումն իրականացնել պետական հատկացումների, պարտադիր և կամավոր ապահովագրական ֆոնդերի միջոցով։ Պետության կողմից երաշխավորել բնակչության անապահով խավերի անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Պետական միջոցների հաշվին պայմաններ ստեղծել հանրապետությունը լքած քաղաքացիների կամավոր վերադարձը կազմակերպելու համար։ Ներգաղթը խրախուսելու նպատակով Հայաստանում վերաբնակվողներին ժամանակավորապես ազատել որոշ քաղաքացիական պարտավորություններից։ Շարունակել աղետի գոտու շինարարության, բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու, սահմանամերձ բնակավայրերի վերականգնման աշխատանքները, երկարատև վարկերի տրամադրման միջոցով խրախուսել անհատական բնակարանային շինարարությունը։
տնտեսական հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ բնակչության նախկինում արժեզրկված խնայողությունների աստիճանական հատուցման հարցին։ Կրթության, գիտության, մշակույթի բնագավառում։ Ըստ ամենայնի, ապահովել պետության մշտական հոգատությունը կրթության խնդիրների լուծման, հասարակական կյանքում ուսուցչի և դպրոցի դերի բարձրացման, ուսուցիչների սոցիալական պայմանների բարելավման, դպրոցների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, դասագրքերի պատրաստման և հրատարակության գործում։ Վերականգնել երաժշտական, նկարչական և մարզական ուսումնարանների երբեմնի վարկն ու բարի ավանդույթները, դրանք դիտելով որպես հրաշալի հիմք, հիմնավոր բարձրագույն մասնագիտական կրթություն ձեռք բերելու համար։ Բարձրագույն կրթության բնագավառում շարունակել բուհերի ինքնավարության խորացման գործընթացը, կատարելագործել պետական պատվերի և վճարովի ուսուցման համակարգը, մրցութային և ատեստավորման մեխանիզմների կիրառմամբ բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական մակարդակը։ Գիտության բնագավառում հաշվի առնելով մի կողմից անցյալի ժառանգությունը, մյուս կողմից Հայաստանի առանձնահատկություններն ու ներկա պահանջները, վերջնականապես հստակեցնել հեռանկարային ճյուղերի զարգացման առաջնահերթությունները։ Հայագիտության և հիմնարար գիտությունների ֆինանսավորման համամասնությունները աստիճանաբար մոտեցնել զարգացած երկրների համամասնությունների մակարդակին, պետական հատկացումներից բացի, օգտվելով նաև միջազգային գիտական կոոպերացիայի և մասնավոր սեկտորի պատվերների հնարավորություններից։ Մշակույթի բնագավառում շարունակել և ընդլայնել պետական հովանավորչությունը ազգային արժեք ներկայացնող հաստատությունների, պետօպերայի, ֆիլհարմոնիայի, կինոյի, թատրոնի, մատենադարանի, ազգային գրադարանի, պետական պատկերասրահի, պատմության թանգարանի նկատմամբ։ Քրիստոնեություն 1700 պետական ծրագրի միջոցառումների շրջանակում լայն աշխատանք ծավալել պատմական հուշարձանների վերականգնման, արժեքավոր հրատարակությունների պատրաստման, բարձրարվեստ ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։ Արտաքին քաղաքականություն։ Պահպանել և խորացնել Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Ձգտել բարեկամության և փոխշահավետ համագործակցության աշխարհի բոլոր երկրների հետ, անկախ գաղափարախոսական նկատառումներից։ Ամրապնդել և խորացնել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի անմիջական հարևանների, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ, շարունակել կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղղությամբ։ Խորացնել Հայաստանի ինտեգրացման գործընթացը միջազգային և տարածաշրջանային տնտեսական համակարգերում, անկախ պետությունների համագործակցություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն, առևտրի համաշխարհային կազմակերպություն, եվրոպական կառույցներ և այլն։ Միջազգային քաղաքական կազմակերպություններում, այսինքն ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, հանդես գալ խաղաղության ամրապնդման, միջուկային զենքի չտարածման, սպառազինությունների կրճատման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների պաշտպանության դիրքորոշմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակել Հայաստանի կառուցողական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ և ուղղակի բանակցություններին։ Հետևողականորեն հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։ Պահպանել և ամրապնդել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաստատված զինադադարը, նպաստել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման,
տնտեսության զարգացման եւ սոցիալական խնդիրների լուծման գործին։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների մասնակցությամբ ավարտել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հայեցակարգի մշակումը, շեշտը դնելով մասնավորապես ընդհանուր ազգային նպատակների հստակեցման եւ կառուցվածքային մեխանիզմների ձևավորման վրա։ Եգիտություն հաղորդեմ, որ նախագահին աշխատակազմում ստեղծված է մի սեմինար, որը գումարել է արդեն 2 նիստ եւ Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների մասնակցությամբ այդ գործը պետք է դեռ շարունակվի մինչեւ այդ հայեցակարգի վերջնական մշակումը։